Գիտեք ինչ, աջակցելը մի տեսակ ես չեմ ընդունում։ Աջակցության կարիք ունի ամբողջ մեր հայ ազգը, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը մենք նրա աջակցությունն ենք ակնկալում։ Նա աջակցեց եկեղեցուն, դրա համար կալանավորեցին։ Մեր պետությունը աջակցության կարիք ունի։ Մեր ամբողջ ժողովուրդը, մեր ազգը աջակցության կարիք ունի։ Հասկանում եք։ Ինչ վերաբերում ունեք, որ հոգևորականների են ձերբակալում կալանավորում։ Դա սարսափելի բան է, դրան անգամ բացատրություն չկա։ Բոլոր Սովետ միության ժամանակ անգամ այն ժամանակ Ստալինյան բռնապետության էլի այս վիճակը չի եղել, հասկանում եք, ով ազատ խոսք ասում, ով ճշմարիտ այսօրվա վիճակն է բացատրում եւ այլ հարցազրույց, այսինքն խոսքի ազատությունն այսօր մեր մոտ արդեն քրեական այսպես բան է դարձել, հասկանում եք, եկեղեցին մեր հայ ինքնության ամենակարևոր սյուներից մեկն է, մեր ազգապահպանության հարցում այնքան պետությունը չէ, ինչքան եկեղեցին է եղել։ Դրա համար այս իշխանությունը պետական շատ կառույցներ արդեն ջարդել է, ոչնչացրել է, հիմա էլ հարձակվում է եկեղեցու վրա։ Սամվել Կարապետյանը ինչ արեց։ Հայտարարեց իր աջակցության համար եւ այդ հայտարարության համար, այսինքն իշխանության համար պետք չէ ինչ ուզում անի, ոչ մեկը ձեն չանեն։ Սամվել Կարապետյանը զորավի կանգնեց հայ եկեղեցուն եւ դրա համար այսօր բանտում է։ Ոչինչ, պիտի պայքարի, պիտի ժողովուրդը ոտքի կանգնի, պիտի պայքարեն, որ մեր պետության համար, մեր ժողովրդի համար, վաղվա մեր սերնդի համար։ Ասում եք իշխանափոխություն հնարավոր է, թե ամեն դեպքում պետք է սպասել ընտրություններին։ Գիտեք ինչ, ընտրություններն են տարբերակ, բայց իմ խորին համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը հասավ ընտրություններին, հերթական ընտրություններին, անձամբ ես այդպես եմ կարծում, նա ամեն միջոց օգտագործելու է թվեր հրապարակեն, հայտարարեն եւ այլ, ընդդիմություն էլ մի ամիս, երկու ամիս կպայքարեն, կլնեն, Եվրոպան էլ գիտեք, պաշտպանում են նրան ինչի համար, որ նա ամեն ինչ անում է Ռուսաստանին այս տարածքից հանելու համար։ Իշխանափոխության համար ամբողջ աշխարհը շարժվել է եվրոպական դեմոկրատական ժողովրդավարական երկրներ ոնց են հասել այդ բարձունքին։ Միայն ու միայն պայքարի արդյունքում պիտի ժողովուրդը կանգնի իր իրավունքները պաշտպանի։ Իշխանությունը չի բավարարում ժողովրդի պահանջներին, այսինքն այն ծրագիրը, որ իշխանությունը դրել էր, չի կատարում, ուրեմն ժողովուրդը պիտի ոտի կանգնի ու պայքարի իշխանափոխություն կատարի։ Թե հերթական ընտրություններով եւ թե մյուս դեպքում օրենքի իհարկե շրջանակներում։ Դժգոհություններ կան, որ քաղաքում կարծես արհեստական կերպով խթանումներ են ստեղծել, որ մարդիկ ժամանակին չհասնեն այստեղ, ինչպես է եկել հնարավոր եղավ։ Գիտեք ինչ, հա, մի քիչ ես շուտ դուրս եկա մտածելով, որ այդպես բան կա, տեղ ասա, եթե ուզում եք հանկերձ, այս իշխանությունից ինչ ասեն ես կհավատամ, որովհետև այսպիսի բանի հակազգային, հակահայ իշխանություն մենք երբեք չենք ունեցի, անգամ ամենավատ կառավարությունների դեպքում, չկա այսպիսի բան չեղել, աշխարհի ժողովուրդները զարմացել են հայ ժողովրդի վրա, որ միշտ պատիվ ու հարգանք է ունեցել, զարմանում են, ասում են, դուք ես ինչ ժողովուրդ եք, պատերազմը պարտության տարած, 5000 երիտասարդ երեխեքի գլուխը հողի մեջ դրած, զոհված, հայրենիքի կեսը հանձնած իշխանությունը, դեռ մնում է իշխանությունը մի բան էլ պայքարում է նորից վերընտրվելու։ Եթե նորից վերընտրվավ, պատկերացրեք, որ Հայաստան պետությունը գոյություն չի ունենա։ Մարդը պարզ ասում է, էս է իմ ճանապարհը, դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, այդ որ Եվրոպա ասում են, խաբում են ժողովրդին, մեր տարածաշրջանում Եվրոպան Թուրքիան է, ով չի հասկանում, պիտի հասկանա դա, Ֆրանսիան չի գա մեզ անվտանգությունը պաշտպանի, ոչ էլ Անգլիան, ոչ էլ Ամերիկան, տեղում Թուրքիան է Եվրոպայի եւ Ամերիկայի, այսպես նատոական պետությունը, ինչի մասին է խոսքը։ Մենք պիտի տեր կանգնենք մեր իրավունքներին, մեր պետության շահերին, եթե իշխանությունը դեմ է դրան, իսկ ակնհայտ է 7 տարի այս իշխանությունը հակահայ քաղաքականություն է վարում, դա բոլորին է հայտնի, աշխարհին է հայտնի։